Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Կասիմ Ժոմարթ Տոկաևը մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Արտաքին գործերի նախարարը եւ Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է, ինչու է սա կարևոր թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ անվտանգ որակյալ կապի ապահովմամբ, հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, կապի նոր հնարավորություններ բոլորի համար անկախ գտնվելու վայրից։ Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են 2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավականու արտահերտ ընտրություններ։ Եթե ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, նաեւ քվեարկության օրը մինչեւ քվեարկության ավարտը 20:00-ն անհրաժեշտ է դիմել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմումը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ՄՔՑ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, որը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում։ Հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։ Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ստամբուլի նախկին քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները լուսաբանող BBC թղթակցին, հայտնում է լրատվամիջոցը։ Մարկ Լոուենը Թուրքիայում էր մի քանի օր լուսաբանելու ցույցերը, նախորդին նրան իր հյուրանոցից բերման էր ենթարկել ոստիկանությունը եւ ձերբակալել 17 ժամով։ Լրագրողը ծանուցում է ստացել, որ արտաքսվում է հասարակական կարգի համար սպառնալիք հանդիսանալու պատճառով։